Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում օրը տոնական է։ Ուղիղ 10 տարի առաջ այս սրահում իր գործունեությունը սկսեց ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնը։ Դրանից առաջ համակարգչային դասարաններ ունեինք, բայց հասկանալով, որ 21-րդ դարում այս ոլորտի մասնագիտությունները շատ արդիական են եւ մրցունակ են դարձնում մեր ազգին համաշխարհային շուկայում, համաշխարհային մտքի շուկայում, որոշեցինք ավելի այդպես լրջացնել եւ ստեղծել այս կենտրոնը։ Անվանումն իհարկե պատահական ընտրված չէ, այստեղ էթնիկ մշակույթը համադրված է նորարարության հետ։ Մենք վտանգ զգացինք, որ տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել, բայց նաեւ կարող են վնասակար լինել հոգու ներդաշնակությանը, ազգային արժեքների, մշակույթի նկատմամբ հետաքրքրության նվազեցմանը կարող են նպաստել։ Այդ պատճառով մեր կենտրոնում տեսնում եք, թե աթոռները ինչպիսին են, համակարգիչները ինչերի մեջ են տեղադրված այդ գինու կարասների։ Դրանք դետալներ են, որոնք կապ չունեն ինովացիայի հետ, բայց կապ ունեն մեր անցյալի, մեր արմատի հետ կապ ունեն։ Գործը հաջողություն չէր ունենա, եթե չգտնվեին մարդիկ, ովքեր հավատացին, որ ամեն ինչ ստացվելու է։ Այս կենտրոնը, որի մենք հիմնեցինք, մեր կողքին կանգնեցին մարդիկ, ովքեր հավատալով գաղափարին աջակցեցին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր բարերարներին եւ ամենը չնշեմ, որովհետեւ բոլորը շատ կարևոր են մեզ համար, անկախ ներդրման չափից, բոլորին շնորհակալություն։ Ինչպես հայտնի է, Հոբելյանին միշտ հարազատներն են ներկա։ Տոնական օրը սաներից բացի նաև բարերարներն են եկել։ Գևորգ Մաչանյանն առաջիններից էր, որ ցանկություն հայտնեց աջակցել ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի զարգացմանը եւ այսօր մեծ ոգևորությամբ է պատմում այդ մասին։ Ինչ որ անում են երեխաների համար, պետք է անել ժամանակին։ Եվ դա նա մեծ սիրով եմ ես արել, իմ սեփական ցանկությունն է եղել եւ անհրաժեշտության դեպքում էլի անելու ենք, դա համարում ենք, որ ինչ որ առումով իմ շնորհակալությունն է իմ հայրազատ քաղաքին եւ ընդհանրապես իմ խորհուրդն է ձեզ, եղեք շնորհակալ։ Ռոբոտաշինություն, վեբ ծրագրավորում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, շրջայցի շրջանակներում սաները հյուրերին ներկայացրեցին իրենց սովորածն ու ստեղծածը, նույնիսկ հասցրեցին իրենց իսկ ստեղծած շախմատով խաղի հրավիրել հյուրերին։ Ինչ անի։ Ապրել է դիքիչ։ Հիմա երեխաներ ծրագրային ապահովումն են կատարում, որ գծին հետևելով սենսորներով գնա, իսկ մյուս խմբի երեխեքը սովորում են սենսորների հետ աշխատալ։ Գծին հետևելով դա հասնի վերջ։ Քետնի լաբիրինտի նման է ճանապարհը։ Հա, սկզբնակետից հասնի վերջնակետ եւ ամենակարճ ուղով հետ վերադառնա։ Մեծ մասամբ սկզբից մտածում ենք, թե ինչ նպատակի պետք է ծառայի մեր էլեկտրոնիկան, արդեն հետագայում դրան համապատասխան արդեն գտնում ենք դետալները եւ հավաքելով արդեն սկսում ենք զբաղվել մի ծրագրով։ Տարեկան ավելի քան 250 երեխա թվային բազային գիտելիքներ է ստանում այստեղ, նրանց 80%-ն ուսանում է անվճար հիմունքներով։ Մենք առաջինն ենք էջմիացնում, որ ստեղծեցինք ինովացիոն կենտրոն, որտեղ երեխաները կունենային հնարավորություն սովորելու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունները։ Արուս Բաբախանյանը հավելում է, որքան էլ դժվար է, բայց փորձում են չմնալ տեղում, առաջ շարժվել նոր ու հետաքրքիր գաղափարներով։ Որպեսզի կարողանանք մեր ինովացիոն կենտրոնի համար ապահովել փոքրիկ ֆինանսական հոսք, ձեռք բերեցինք 3D պրինտեր, որի օգնությամբ տպում ենք տարբեր տեսակի խաղալիքներ, որի վաճառքով արդեն, որի ունեցած հասույթով կկարողանանք նոր տեխնիկաներ ձեռք բերել, համակարգիչների որակը լավացնել, որպեսզի երեխաների համար ավելի հաճելի լինի եւ ավելի արդյունավետ լինի սովորելը։ Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի բարերարներից են Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամը, Ստեփան եւ Քարեն Թայլերները եւ այլ բարերարներ։
Կենտրոնը տարիներ ի վեր հաջողությամբ համագործակցում է Արմադ լաբորատորիաների հետ։ Սաները մասնակցում են Robotex ամենամյա մրցույթին, ստեղծելով հաջողության պատմություններ։ Դեռ փոքրուց ես նույնպես շատ եմ սիրել ծրագրավորումը, թե խաղեր ստեղծելը, թե ռոբոտներ ստեղծելը ու Innovation Ethnic մարզային կենտրոնում հենց սովորել եմ ռոբոտաշինություն, խաղեր ենք այստեղ ստեղծել, նաև 2 տարի շարունակ մասնակցել ենք մրցույթների, հաջողություններ ենք գրանցել։ Մարզաբնակ երեխաների համար Ինովացիոն կենտրոնի արկայությունը ժամանակակից տեխնոլոգիական կյանքին համահունչ քայլելու հնարավորություն է։ Կենտրոնի առաջին սաներն այսօր արդեն որպես դասավանդող ուսուցիչներ են հանդես գալիս։ 5 տարի է, ինչ հաճախում եմ Ինովացիոն Էթնիկ մարզային կենտրոն, արդեն աշխատակից եմ, միանշանակ մարզային կենտրոնի արկայությունը կարևոր է յուրաքանչյուր անձի համար, քանի որ հնարավորություն է տալիս մարզերում ապրող մարզաբնակ երեխաներին հաճախել ու ստանալ գիտելիք, թվային գիտելիք, որը նպաստում է իրենց հետագա մասնագիտության կողմնորոշման հարցում։ Գրիգոր Մաչանենցն իհարկե անմասն չէ Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության գործունեության վայրում, նրա ինքնատիպ մտքերը չնկատել հնարավոր չէ։ Այստեղ ունենք մեզ մի մոռացեք հատված գրքերը, որ ինչքան էլ երեխաները տեխնոլոգիաները սովորեն, գրքերից չկտրվեն։ Այստեղ մտքերի բանկն է, որտեղ լցվում են առաջարկները եւ հետո դրանք քննարկվում են, հետեւաբար հնարավորություն են տալիս, որ ազատ մտածեն բոլորը եւ ազատ արտահայտվեն բոլորը։ Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի սաները հովանավորներին զարմացնել սիրում են։ Գևորգ Մաչանյանի պատկերով արձանիկը նրան կհիշեցնի, այստեղ շնորհակալ լինել սովորել են։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։